շահերը դատախազության ընթացքում ներկայացնելու համար խնդրել եք ներգրավել Նիկոլայ Բաղդասարյանին։ Նիկոլայ Բաղդասարյանը արդեն իսկ ներգրաված է սուբյեկտիվական գործով, որտեղ ձեր շահերի պաշտպանը։ Ինչպես նաև միջնորդել եք Մարի Խոստանի և Զորայ Շողակյանի նույնպես ներգրավել, որտեղ ձեր շահերի պաշտպան։ Կարող եք ատամին ներկայացնել Մարի Խոսեի և Ժիրայր Շողակյանի վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաև հավատարմագրման վերաբերյալ փաստաթղթերը։ Ես անձամբ դրանք չունեմ, իրենք կցնեմ։ Այսինքն ձեր միջնորդությունը ներկայացնում։ Ես փաստաբանների փաստաթղթերը չունեմ։ Ես կանոնավայրում փաստաթղթերը ինձ չեմ ներկայացրել։ Ձեր դրանք ներկայացնեն դեր մարդիկ, ովքեր պետք է ներկայացնեն։ Այսինքն ձեր դիմումում նշվել է, որ հասկանալ է, ձեր դիմումում նշվել է, որ մարդիկ 25-ից հետո են հավատարմագրվել։ Այսինքն ինչ է կարգավորում դրանից, որպեսզի գործի քննությունը հետաձգվի և նշանակվի 25-ից հետո։ Խնդրում եմ լրագրողին հաշվառելու այդ փաստը, որ այսօր փաստաբանի դատի և իմ պետական պաշտպանության ներկայանում նաև ֆրանսիացի փաստաբաններ, ու դարձի ես ունեմ հետաձգել դատը մինչև նրանց գալու ժամանակ։ Միջնորդության վերաբերյալ արին դատերան նախաքննության փուլում Ամբաստանյանի պաշտպանում է թրեֆին պաշտպանում է, բայց ներկա պահին նշված անձանց վերաբերյալ մենք չունենք որևէ տեղեկություններ, առաջին նիստի հաղթահարությունից հնչեցվեց թվով 3 պաշտպանների տվյալներ, մինչդեռ նախաքննության ընթացքում մյուս 4 պաշտպանների տվյալները հաղորդակցեցին, հիմա անհասկանալի է նախաքննության ընթացքում մյուս 4 փաստաբանները շարունակելու են պաշտպանել Ամբաստանյանի շահերը թե ոչ։ Գուցե հարցից հետո քննարկենք։ Եվ այս պահին թեկուզ 4 են 5 են, որևէ պաշտպան չի ներկայացել։ Այ հիմա հաշվի առնելով դատարանի դիրքորոշումը արի դատարան չգիտեմ, սա ինչի աղումը ասես նպատակ է, եթե 5-ից մեկը չի ներկայացել, եթե Նիկոլայ Բաղդասարյանը հրավեր պատճառաբանություն է կրել, ապա չունենք մյուս 4 պաշտպանների որևէ պատճառաբանություններ, կարող է դրանցից գոնե մեկը, երկուսը, թեկուզ 3-ը կային մասնակցային, ես սա համարում եմ, որ քննությունը զգզգելու նպատակը հետապնդում, անհագի, և ես գտնում եմ արգելի դատարան, որ նույն ժամանակ պաշտպանական կողմի գործողություններով հերթական անգամ անտեսում է, որ գործի քննության անհագի զգզգումները խախտում են դժոխ կողմի իրավունքները և պատճառում լրացուցիչ, ինչպես բարոյական, այդպես էլ ֆիզիկական ցավ, նկատի ունենալով նաև Դաթևիկ Հակոբյանի ներկայիս լիարժեք քայլերում ունակ չլինելը։ Ես գտնում եմ, որ պաշտպան չի ներկայացել, դրանք անհագին են, դրանցից որևէ մեկը պաշտոց ձևով դատարանին չի ծանուցել իր բացակայության վերաբերյալ որևէ հրավեր ձևով ապացույց չի ներկայացել, այլ դատարան մեկապային պաշտպաններ չկան, հնարավոր պետք է դատականից տեղի դատարանի պետքում ասվել։ Բացասում չի հեզիտացիա իմ պատասխան ուղղված չի ոչ դատախազին, ոչ ձեր պաշտպան։ Այն շատ լավ գիտեմ, որ ես դրա իրավունքներն եմ հեզիտացիա երկիստանան կալանավայր, ինձ գրեցին մի թուղթ, որտեղ գրված էին պարտավորությունները և իրավունքները։ Դատականմիսի ժամանակին պարտավորություններն է ժամանակին գալ, հարկեց դատը չանպատվեր, այլ կորրել։ Ամբաստանյան, դուք միջնորդության քննարկման ընթացքում, եթե հայտարարությամբ հանդես եք գալիս, ապա դիմում եք դատարանին։ Դուք որևէ անձի դառնություն նստած, այդ թվում նաև դժոխք կողմի իրավունք եք, դիմելու և իսկ միջնորդության կապակցությամբ ավելացնելու բան ունեք։ Ձեր ներկայացած միջնորդության։ Ավելի լավ կլե դուրը вообще չկա դու խոսած։ Նիգարյան, ոտքի։
Ես կարող ուզում եի Չեք կարողանում անել։ Մի րոպե, ձեր անհասկանուն Հակոբյան, ուրեմն պարոն Հակոբյան, դուք կողմ եք հանդիսանում, հասկանալ եք ուժով, սակայն քրեական դատավարության օրենսգրքով բոլոր կողմերը և դահլիճում գտնվող բոլոր անձիկ պետք է ենթարկվեն նախագահողի օրինական պահանջներին և պետք է չխախտեն դատական իսկի կարգի կանոնը։ Այդ թվում առանց նախագահողի թույլտվության որևէ մեկը մյուս կողմի հայտարարության կամ ինչ-որ գործողության ժամանակ իրավունք չունի տեղից խոսելու միջոցով խանգարել նիստի կարգի կանոնը։ Այս անգամ դատարանը բավարարվում է այդ մասին ձեզ տեղեկացնելով։ Քանի որ ձեր իրավունքներն ու պարտականությունները դեռևս չի պարզաբանվում։ Հաջորդ անգամ նման բան որ կրկնվեց, կիրառվի 314 հոդվածով սահմանված սանկցիաներ։ Դատական դեպքի ընթացքում բոլոր պարտավորները պահպանել կարգի չեն ներկայացել անվաստանյալի շահերի պաշտպանը և նրա բացակայության գործի քննությունը հնարավոր չի շարունակել, լսելով կողմերի կարծիքը որոշեց միջնորդությունը բավարարել գործի քննությունը հետաձգել և նշանակել 2014 թվականի մարտի 28-ին ժամը 14:00 դատական նիստ հայտարարում է ավարտված։ Որդի Թավեր Գալիս ես դիվիդով տեսնում ինչ Դուք միտում եք տեսնում հետաձգելու մեջ։ Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, ժամանակը ցույց է։